Արծմիկ Մինասյան, որը նաև կխոսի խմբակցության անունից։ Հարգելի հայրենակիցներ, այս փոփոխությունը վերաբերում է չափազանց կարևոր մեկ հարցի, այն է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման մեխանիզմին։ Ինչպես գիտենք, այսօր այդպիսի մեխանիզմները ավելի հաճախ կիրառվող, մեկը դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից վարույթի հարուցման միջնորդության ներկայացումն է Բարձրագույն դատական խորհրդին, երկրորդը արդարադատության նախարարի գործառույթը, էլի հնարավորություններ կա, բայց այս երկուսը ամենահաճախ կիրառվողներն են։ Ուրեմն Վենետիկի հանձնաժողովը, երբ տրվել է բարեփոխումների մոտեցում, արձանագրել է, որ արդարադատության նախարարը չպետք է ունենա այս իրավունքը եւ աստիճանաբար պետք է դուրս գա այս իրավունքը նախարարի գործառույթից, որովհետեւ սա այնուամենայնիվ գործադիր իշխանության միջամտություն է դատական համակարգին եւ որպես լավագույն միջազգային փորձի օրինակներ ներկայացրել է, որ էթիկա եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կարողություններն ու հնարավորությունները եւ իրավասությունները պետք է այնպես ընդլայնել, որպեսզի այս մարմինը դատավորների ընդհանուր ժողովի էթիկա եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը կարողանա իրականացնել այս գործառույթը, բայց միաժամանակ Վենետիկի հանձնաժողովն ասել է, որ որևէ խմբի էթիկա եւ կարգապահական հանձնաժողովի կազմի մեջ մտնող դատավոր եւ ոչ դատավոր անդամներից որևէ խմբի միակ որոշմամբ չի կարող, ավելի ճիշտ ցանկալի չէ, նախընտրելի չէ, որպեսզի որոշումներ ընդունվեն էթիկայի հանձնաժողովում։ Եվ կառավարությունը այս փոփոխություններով ոչ ավել ոչ պակաս հենց ուղիղ հակառակն է արել։ Բերել է փոփոխություն, որով ասում է, որ օրինակ ոչ դատավոր անդամների թիվը, որն ավելին է, քան 3-ը, կարող է միայն իրենցով որոշում կայացնել եւ կարգապահական վարույթը նախաձեռնվի։ Այլ բան է միջնորդությունը։ Միջնորդության համար, այո, կես եւ ավելին է ասում, բայց նույնիսկ կես եւ ավելի դեպքում խախտվում է հարաբերակցության կարևոր սկզբունքը։ Ու այս տեսակետից մենք դատավորներին նոր լարվածության մեջ ենք դնում, նոր խնդիրների առաջ ենք կանգնեցնում եւ գործադիրի կամ ոչ գործադիրի մասնակցությամբ անընդհատ դատավորները պետք է զբաղված լինեն իրենց նկատմամբ վարույթների, հնարավոր վարույթների հարուցման դեմ պայքարելով, մոռանալով, որ իրենց գլխավոր գործառույթը արդարադատություն իրականացնելն է։ Հետևաբար այս փոփոխությունը ոչ միայն հակասում է Վենետիկի հանձնաժողովի մոտեցումներին, հակասում է նույնիսկ այն հիմնարար նպատակին, որ արդարադատության համակարգում իշխան հնարավորը պետք է ճնշումը դատավորների նկատմամբ լինի քիչ, նրանք պետք է ներքին իրենց ազատությունը կարողանան իրացնել դատարաններում, դատական ակտեր կայացնելով։ Երկրորդը, ոչ դատավոր անդամների մասով տեսեք ինչպես է, նախ խստացվել է ոչ դատավոր անդամների նկատմամբ պահանջները, ոչ միայն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու հայտարարագրի տեսքով, այլ նաև մի շարք պահանջներ։ Ոչ դատավոր անդամի նկատմամբ, ոչ դատավոր անդամին տրվող փոխհատուցում այդ աշխատանքի համար այնքան փոքր գումար է, որ որևէ իրեն հարգող, իր գործունեությունը հարգող եւ համեմատաբար բարձր վարձատրվող փաստաբանը չի ներգրավվելու այս աշխատանքի մեջ, որովհետև կառավարությունը ասում է, դուք պիտի դադարեցնես քո գործունեությունը փաստաբանական աշխատանք իրականացնելու կտրվածքով։ Եվ երբ որ մենք առաջարկում ենք, ասում ենք, լավ, եթե կլինի շահերի բախումը դեպքում այդ անդամը չպետք է մասնակցի, մեկնաբանությունը որն էր, ասում է քվորումի վրա է, չի կարող ինքը քվորումը բացառի, որովհետև այն դատավոր անդամների թիվը այնքան է, որ կարող է պատշաճ քվորումն ապահովի, իսկ եթե չի ընդունվում այդպիսի որոշումը, պարզապես դատավորի նկատմամբ հարուցված վարույթը չի կարող առաջ գնալ, եւ սա նույնպես դատավորների պաշտպանության կարևորագույն համակարգ է։ Կառավարության այս նախաձեռնությունը այս երկու դրվագով մեր համար ընդունելի չէ, մերժելի է եւ հակասում է Վենետիկի հանձնաժողովի մոտեցումներին։ Ուստի մենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին։ Տիկին Ղազարյան, եզրափակիչ ելույթ չեք ունենա, պարոն Դադունց, համեցեք։